Արարատյան դաշտը կենտրոնացված կլինի մրգերի բանջարեղենի վրա, ամեն շրջան կունենա 2 կայան։ Կարևոր է, որ գյուղացին ունենա հնարավորություն 2-ից ավել 2-3 կայանի հնարավորություն ունենա վաճառել իր ապրանքը։ Դա կբերի մրցակցություն գյուղացու համար, գյուղացու բերքի համար կմրցակցեն մթերման կայանները եւ կտան շատ լավ գին։ Նաեւ մթերման կայանը մի հատ կարևոր բան ունի։ Գյուղացիները հնարավորություն կունենան տարվա սկզբից իմանան ինչ գնով են վաճառելու մթերքը, ինչ գնով են վաճառելու բերքը իրենց։ Դա կբերի նրան, որ գյուղացին կկարողանա կանխատեսի իր ծախսերը եւ տարվա սկզբից կիմանա շահույթ ունի թե չէ, տարվա վերջ չի իմանալու։ Հայաստանի Արարատյան դաշտը մրգեր բանջարեղենի համար է մթերման կայանը լինելու, իսկ մյուս շրջանները մենք ունենք անասնապահական շրջաններ, դա Գեղարքունիքի մարզը, Շիրակի մարզը, այնտեղ մթերման կայանները հիմնականում կենտրոնացված են լինելու մսամթերքի վրա եւ ինչպես նաեւ կարտոֆիլ եւ ցորենի մթերում։ Իհարկե ցորենը միակ երևի Հայաստանում ապրանքներից է, որ մթերման մեծ խնդիր չունի,